Հայաստանցիների սոցիալական վիճակը զգալիորեն բարելավելու խոստումներ խորհրդարանական ընտրություններից առաջ։ Որոշ քաղաքական ուժեր խոստանում են անգամ երկնքից աստղեր իջեցնել ու այնպիսի արդյունքների հասնել, որոնք նույնիսկ ամենազարգացած երկրներին չի հաջողվել։ Նախ սակայն իշխանությունների մասին, որոնք 5 տարվա ընթացքում այդպես էլ չկատարեցին քաղաքացիներին տված սոցիալական մի շարք հիմնական խոստումներն ու իրենց իսկ ընդունած ծրագրի բազմաթիվ առանցքային դրույթներ։ Հայաստանում աղքատություն կա միայն հետևյալ պատճառով. աղքատ չլինելու հմտությունների բացակայության պատճառով։ Փաշինյանի կաբինետին չի հաջողվել ոչ աղքատության, ոչ էլ գործազրկության մակարդակը իրենց խոստացածով նվազեցնել։ 2021-ին ծրագրել էին 5 տարիների ընթացքում աղքատության մակարդակը կրկնակի նվազեցնել, մինչդեռ հաջողվեց այն կրճատել ընդամենը մի քանի տոկոսային կետով։ 2021-ին այն 26.5% էր կազմել։ 2024-ի տվյալները ներկայացնող հրապարակված վերջին թվերով այն նվազել է մինչև 21.7%։ Պաշտոնական ամենաթարմ վիճակագրությամբ քաղաքացիական պայմանագրին չի հաջողվել հաղթահարել նաև ծայրահեղ աղքատությունը։ Ավելի քան 30,000 մարդ բավարար մթերք ձեռք բերել չի կարողանում։ Թերսնված է։ Փաշինյանի թիմը խոստացել էր գործազրկության մակարդակը նվազեցնել 10%-ի շեմից։ Այս խնդիրն էլ չի լուծվել։ Վերջին տվյալներով այն այժմ 12.8% է կազմում։ Հայաստանի Հանրապետությունում այլևս աղքատության պատճառն այն չի, որ աշխատատեղ չկա։ Չկա, այդ խնդրեմ վաղուց վերացված է։ Քաղաքացիական պայմանագրի նախընտրական ծրագրում այժմ ավելի համեստ թվեր են երևում։ Խոստանում են հաջորդ 5 տարիների ընթացքում աղքատության մակարդակը նվազեցնել 5%-ով ու տարեկան առնվազն 25,000 նոր աշխատատեղ ստեղծել։ Ես վստահ եմ, իմ ասած 24 ժամյա աշխատանքի ռեժիմով մենք կարող ենք կարճ ժամանակում ունենալ առանց աղքատության երկիր։ Ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանի առաջնորդած Ուժեղ Հայաստան դաշինքը նախընտրական ծրագրում ոչ ավելի, ոչ պակաս երեխա ունեցող ընտանիքների ու պետական ոլորտում աշխատողների շրջանում աղքատության վերացման մասին է հայտարարում։ Այս ուժը պնդում է, թե այսպիսով կարող են մի այնպիսի խնդիր լուծել, ինչը չի ստացվել նույնիսկ սոցիալապես ամենաապահով երկրներում՝ Դանիայում, Շվեդիայում, Նորվեգիայում, Ֆինլանդիայում, Ավստրիայում եւ այսպես շարունակ։ Այս հարցերը ես համարում եմ իմ պատվի խնդիրը։ Մենք պետք է ամեն ինչ անենք շատ արագ այս հարցերի լուծում տանք։ Ծրագիրն էլ կա, հնարավորությունն էլ կա, թիմն էլ կա, մարդիկ էլ կան։ Այսօր ինչ որ գործ ձեռնարկում ես, պետք է 100% ճիշտ մարդկանց հետ, ճիշտ մասնակցի հաշվարկած լինես, որ ինչ ես անելու, դրա դիմաց ինչ ես ստանալու, որ ասեմ անմիջապես 3 ամսվա ընթացքում բոլորի կյանքը կփոխվի։ Ապանան մասնակցեք ընտրությունների։ Գործարար Գագիկ Ծառուկյանի գլխավորած Բարգավաճ Հայաստանի նախընտրական ծրագիրը առանցին որևէ կայքում հրապարակված չգտանք։ Ինչպես ասում են, հին ձևերով փորձենք։ Քարոզչական թռուցիկում աղքատության մակարդակի նվազեցման մասին դրույթ չկա, սակայն Ծառուկյանն ու իր թիմը սոցիալական մի շարք այլ խոստումներ են տալիս։ Օրինակ խոստանում են նվազագույն կենսաթոշակը հավասարեցնել նվազագույն սպառողական զամբյուղին։ Այս պահի դրությամբ նվազագույն կենսաթոշակը պետք է առնվազն 60%-ով ավելացնել այդ խոստումն իրականացնելու համար։ Թե ինչ աղբյուրներից են ֆինանսավորելու այսչափ ավելացումը, պարզաբանումներ չկան։ Մեկ այլ դրույթով Բարգավաճ Հայաստանը մի այնպիսի տնտեսական խոստում է տալիս, որի նմանը 20-րդ դարի երկրորդ կեսից հետո նույնիսկ Միացյալ Նահանգները, Չինաստանը, Սինգապուրը, Ճապոնիան, Գերմանիան, Հնդկաստանը եւ այլ տասնյակ զարգացած ու զարգացող երկրներ չեն տեսել։ Խոստանում են 5 տարիների ընթացքում Հայաստանի համախառն ներքին արդյունքը եռապատկել, այսինքն ամբողջ տնտեսությունը 3 անգամ մեծացնել։ Այսօր իրոք խնդիրները շատ են։ Որոշ բաներ կա, որ պետք է մենք ավելացնենք ծրագրերի մեջ։ Դե Ծառուկյանը վստահ է, որ իր կապերով կկարողանա մեկ սեղանի շուրջ համախմբել Միացյալ Նահանգներին, Ռուսաստանին ու Չինաստանին։ Սա ինչ է, որ չանի։ Մենք տարեկան կստեղծենք, դա արդեն հայտարարվել է, 35-ից 45,000 նոր աշխատատեղեր։ Այնքան ժամանակ, մինչև գործազրկության մակարդակը կիջնի մինչև 5-6%, այսօրվա 14%-ի փոխարեն։ Սա ի վիճակի ենք մենք անել։
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած Հայաստան դաշինքի տնտեսական խոստումները ընդդիմադիր հիմնական մյուս մրցակիցների համեմատ ավելի համեստ են։ Նրանք նույնպես աղքատության մակարդակը նվազեցնելու ուղիղ հայտարարություններ չեն անում։ Փոխարենը խոստանում են միանգամից 50%-ով բարձրացնել կենսաթոշակները, ինդեքսավորել դրանք, 2 անգամ կրճատել գործազրկության մակարդակն ու ձմռան ամիսներին փոխհատուցել միայնակ թոշակառուների գազի ու հոսանքի սպառման բոլոր ծախսերը։ Թե ինչպես են միանգամից այդքան ծրագրեր ֆինանսավորելու Քոչարյանի գլխավորած ուժի նախընտրական ծրագրում չգտանք։ Իմ ամենից ուժեղ կողմն է, երբ ես իշխանության եմ եղել։ Չխաբել։ Դուք չեք գտնի որևէ մի խոստում իմ նախագահության ժամանակ, որը կատարված չլիներ։ Երկրորդ նախագահի այս խոսքերն իրականությանը չեն համապատասխանում։ Օրինակ 2003-ի նախագահական ընտրություններին ընդառաջ նա խոստանում էր տարեկան 30-ից 40 հազար նոր աշխատատեղ բացել։ 2007-ի վերջում նրա նախագահության երկրորդ շրջանի ավարտին Հայաստանում աշխատողների թիվն ավելի փոքր է եղել։ Իսկ ինչ են առաջարկում մյուս ուժերը, Հայ ազգային կոնգրես օրինակն ընդգծում է այս ապրիլից կենսաթոշակները 10,000 դրամով բարձրացան հանրության ճնշման արդյունքում։ Իրենք խոստանում են պետական բյուջեն այնպես կառավարել, որ հնարավոր լինի դրանք եւս 10,000 դրամով բարձրացնել։ Բացի այդ, խոստանում են նաեւ միջին կենսաթոշակների աճը կապել միջին աշխատավարձի բարձրացման հետ։ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի առաջնորդած Միասնության թևեր կուսակցությունը ոչ թե 5, այլ միանգամից 10 տարվա խոստում է տալիս։ Հայտարարում են, թե 10 տարում 40%-ով նվազեցնելու են աղքատության մակարդակը։ Խորհրդարանական ընտրություններին մասնակցող մի շարք ուժեր սոցիալ-տնտեսական հստակ ու համադրելի խոստումներ առայժմ չեն տվել։ Նրանց նախընտրական ծրագրերում այդպիսի կետեր չեն գտնում։